Հիմա բոլորը լսեք ու կիսվեք, որ բոլոր եվրոպամետների ականջներին հասնի սա ու լսեն, բոլորին, նայք, կարիդոր հասկացողություն միջանցք չի եղել, հիմա լսեք, այս դնում եմ Լավրովին. Премьер-министр Пашинян где-то сказал, что Армения категорически против Зангезурского коридора. Про Зангезурский коридор никогда речь не шла в рамках тех договоренностей, которые были достигнуты президентом Путиным, президентом Алиевым и премьером Пашиняном. В заявлении, которое было подписано 9 ноября 2020 года и которое остановило войну, там было сказано, что разблокируются все экономические и транспортные связи, и далее, что Армения гарантирует безопасность транспортного сообщения между западными районами Азербайджана и Нахичеванью в обоих направлениях. А контроль за этим транспортным сообщением осуществляют органы пограничной службы ФСБ Российской Федерации. Это вот практически цитата из того документа, который в трехстороннем формате был подписан 9 ноября 2020 года. Լսեցիք, որ այս թեզը առաջատարել Նիկոլը ու Ալիևը։ Ես հիմա կբացատրեմ, որ դուք պատկերացնեք ու հասկանաք, թե ես ինչի եմ ես այդ ատոմային մակարդակով, ատոմ ու զզվում ես այդ եվրոպամետներից, այդ դրանց բլոգերներից, դրանց այդ թիմերից, այդ կիսախելագարներից, որ այսօր տեսեք չեն դնի ազնիվ այս նույն հարցը, նույն Վահագնի որդին, որ ասում է անաչար լրատվություն, չի դնի համեմատի Լավրովի այսօրվա բառերը, այս հին բառերը, էլի, ու այսօրվա իրականությունը, որ լցրեցիք, խափեցիք պարզապես մարդկանց, մոնիպուլացրեցիք, այդ վիժվածք, այդ լրագրողներով, այդ բլոգերներով, այդ բևերով, բանով, այդ ձեր ամբողջ թիմերով, էլի, որոնք իրականում օտարերկրյա գործակալներ էին, լրիվ, սա ապացույց է, էլ ինչ եք ուզում, ապացույց է, որ կարող էր արցախցին մնար Արցախում, իրա գերեզմաններին տեր լիներ, իրա հողին, թեկուզ ինչ էլ մնացել էր, մնացածը ժամանակը ցույց կտար, ժամանակը փոխվում է, աշխարհը փոխվում է, այս ամեն ինչից մենք հրաժարվեցինք, կընկանք Եվրոպայի ջրերը, ինչի, որտեղ մեր կիսախելագար իշխանությունները իրանք իրանց պրոպագանդային հավատացին, որ Ուկրաինան պարտվում է, Ռուսաստանը պարտվում է, Ուկրաինան հաղթում է, ու ինչպես միշտ առնետը ոնց է լինում, ամենաառաջինն է նավից փախնում է, որոշեցին ժամանակից շուտ վազեն բան, Եվրոպա, Բրյուսել, բան, Շարլ Միշել խաղացնեին, Ուրսուլա ֆոն դեր Բլյաց, ընկան դրանց ջրերը, Ռուսնել հիմար չի, լսեք, նա հարյուրամյակների բան ունի, դիվանագիտական փորձ, լավ փորձ, ռազմետկա կա, լրտեսներ կան, այդ ամբողջ այդ գործակալական ցանց, որ գիտեն, հայկական իշխանությունը ուր է գնում, ու մարդիկ իրանց երեսն են փրկել աշխարհի առաջ, որ չասեն, մեր ագարկ են, մեր վրից փախավ, ուրիշ ոչ մի ձև չկա ասելու, էլի, որ ասում են, տեսեք, նա շնորհավորեց, լավ օպերացիա, բա ինչ աներ, այ հիմա համեմատեք, այնց եմ ուզում հայհոյեմ ես ես բոլորին, բոլորին են սկսած են Վարդան Հակոբյանից, այն որ կա դիրիժորությունը թողել քաղաքականություն, այ դու ինչ ես հասկանում, որտեղ ընդ է կա փող, դե սաղ որ ինտերնետում հաչում է, երբ է դիրիժորություն անում, որտեղ փողը որտեղից է գալի, հələ հարցրեք օրինակ այդ բևերը, այդ ինչ փողերով է ապրում իջև հիմա, այլ ես մի օր չաշխատեմ սովից կսատկեմ, այս է գործակալական ցանցը, դավաճանների, ու ինձ որ ես իմ արդար փողով ապրում եմ, ինձ ասում են դու ծախված ես, դու բան ես, դու շպիոն ես, պուտլերիստ ես,
փաստը սա է։ Փաստը նա է, որ մենք կունենայինք ըստ ռուսական, հեսա կդնեմ կլսեք այդ մասն էլ, լսեք։ И разблокирование всех связей и всех маршрутов. Страны, по территории которых любой вот такой разблокированный маршрут проходит, в полной мере сохраняют суверенитет и юрисдикцию над этими маршрутами. На своей территории, повторю еще раз, проходит маршрут по суверенной территории Армении под контролем пограничной службы ФСБ России. Там же были согласованы в принципиальном плане и процедуры пограничного и таможенного контроля на входе в Армению из Азербайджана и на выходе из Армении в азербайджанский Нахичевань. Լսեցիք, որ Հայաստանը փող էր աշխատելու այդ բանով, այդ միջանցքից։ Այդ միջանցքում լինելու էր հայկական տամոժնյաներ աշխատելու։ Տես, Լավրովը բացատրեց։ Լավրովը այսօր աշխարհում համար 1 դիվանագետն է, այսօրվա դրությամբ։ 2 տիրակալ կան ռուսն ու ամերիկացին։ Տեսեք իրար հետ բան են անում։ Աշխարհը ձևում են, էլի սենց ասած։ Այս մարդը ասում է դիք ձերն էր լինելու։ Դուք պետք է նավթամուղից է փող ստանայիք ամեն տեղից։ Դա մինիմում $200 միլիոն տարեկան փող կմտներ Հայաստան։ Դա Վրաստանի թվերն եմ ասում։ Դե դուք հələ հաշվեք։ Ինչ կանեիք, բժշկություն կզարգացնեիք, այն անվճար բան են քիմիա կընդունեին հիվանդներ այդ ռակով, այն ինսուլին կտայիք, սրտի ստենդավորում անեիք պետության հաշվին։ Տես Ռուսաստան ոնց է։ Պետ պատերով ստենդավորում են անում մարդկանց։ Իսկ ձեր մոտ այդ ոչ մի բան չկա։ Ձեզ մենակ օղչարը պետքա որ բանակ գնա ու հարկերմուտի ու տուգանքներ։ Այս ամեն ինչից դուք հրաժարվեցիք, որ դառնաք այսօր Ադրբեջանի վիլայեթը։ Տեսնում եք, առանց միջնորդի Ադրբեջանը ձեր վրա արդեն ոտեր է սրբում, շանտեղ չի դնում։ Վաղը մյուս օր տեսեք գալու են իրանց մեքենաներով, իրանց բլոգերները ձեր վրա են ղժան, ձեր վրա են թքեն, նկարեն այդ ամեն ինչը, գցեն համացանց, ուրախանան, հրճվեն։ Այ թե ինչա ձեզ ապագայում սպասում։ Այ Նիկոլի այս իշխանությունների տարածը։ Մենակ Նիկոլի չէ։ Այն դեգեներատ Վազգենի աղբեր, Խզմալյան Չաթլախեն, Շիրինյան, Բաբաջանյան, Մամաջանյան, այն Բևեր, Վարդան Հակոբյան, այն գլամուրնի Չաթլախը, ու այդ մնացած այդ Եվրոպամե այդ որ ժողովրդին հավաքել են ու հեքիաթներ են պատմում։ Գնանք Եվրոպա, լավ ապրենք, թոշակավորվենք, սենց եշություններ էլի։ Այն պիդարաստը ուրա բան են, Սերգեյ Դանելյանը։ Նա էլ էր գնում, ուր է Սերգեյ Դանելյան։ Դե տես ինչից հրաժարվեցինք ու ինչ ստացանք։ Այ ոնց ես ձեզ հիմա կհայհոյեի, անենց խլեշ կկապեի, որ են սպարապետը խլեշին, կամերում նստած, արա, կփշակաղվեր, սիրտը կդրակեր։ Կասեր պաշտոնս մեկ ուզումա տանի, սպարապետի, տիտուլս ձեռիցս խլի, բայց դե չեմ անի։ Բայց պատկերացրեք, մենք պետքա օր գա փողոցում որտեղ եվրոպամետներին հետ տեսնեիք, Սփյուռքում լինի թե որտեղ։ Արա պետքա ավելը մտցնեք դրանց քամակները վազացնեք այդ պոռնկածին զանգվածի էլի։ Ուրիշ բառ չկա։ Նիկոլ ասում է, հա, դե պետքա տա։ Պրախադնոյ դվոր պետքա տա։ Պրախադնոյ, որ այսենց գալու են շվշվալ են գնան, բանան, մանան, խնձոր, զիբիլ այսենց թափելու են ճանապարհներից, ասեն հայ գնա հետևներիցս հավաքի։ Շոֆերը պետք է իր ֆուրի մեջը, շռի շշի մեջը, շպրտի լուսամուտից, ասի հայր կգաք հետևիցս կհավաքեք։ Այս պետք է անեն։ Այս է ստացակ։ Ու հիմա տեսեք մի հատ լրագրող էս ամեն ինչը չի դանի Նիկոլի դեմը, չի դանի են խլնքոտ Արաբաթի դեմը, դեգեներատիվ, այ ոնց այսա հայի գենն է, այ որ սիրում են գովեն, հայի իմաստուն գեն, ասում է կարդա Ռադիլ Սարմինին եվրեյ պլակել, այ
Իսկ էշրությունները, այ նայում եք Նիկոլին, ասում եք, նայում եք եվրոպամետներին, այդ բոլորին, են Վահագնի որդուց բռնած է, որ ստելով ու մարդկանց մոնիպուլացնելով, գեղեցիկ բարերով հեքիաթ պատմելով, սենց տանում են դեպի բան, սպանդանոց ձեզ, արա, անասուններ։ Ես ազնիվ եմ ձեր հետ, որ ասում եմ անասուն։ Մեծամասնության էլի ձեր հետ, որ հավատում եք Եվրոպա գնալուն։ Եվրաքվե եք այնտեղ, Եվրոպան եք ստորագրում։ Տեսեք, դες անուշ բարեր են բոլորը ասում, բացի ինձանից։ Սքաղցր, պուպուշ, մեր սիրելի, լսեք, անասունին, որ տանում են սպանդանոց, կամ ғասաբնա տանում մորթի կամ տերը, արա մեջքը քորում է, հիշեք, քաղցր բարեր ասելով են տանում մորթելու, ոչ թե կոպիտ վրեն գորալով։ Իսկ ես ձեր դուրը չեմ գալի, որտեվ ես ձեզ սպանդանոց չեմ ուզում տանեմ, անասուննիկ։ Դե հիմա այ բաժանորդագրվեք, որ ես տեղից ասում եմ, կոշիկս հանեմ, կողեմ բերանները, այ որ ունենամ ես 100,000-ավոր լսարան, այ չեն հաբրգի ոչ ոք։ Այ հարցրեք Նիկոլին, Նիկոլ, ախր Լավրովը սխալ բան է ասում ստեղ, տես չկա, դու խիտ կարիդոր սարքեցիր, տրանսպորտային կոմունիկացիաներ հասկացողությունը։ Ասում կարիդոր չկա բառում, ասում ես Պուտինը բան, Նիկոլը ասել, տեսեք ինչա պատասխանելու։ Նա դուք չի անի պատասխանի ասի տենց չի։ Ընդեղից բանը Մարիա Զախարովան։ Իր այն օգտագործած տակի բանը Always Ultra-ն, այն մեծը հաստը, էլի, կմացնի Նիկոլի կոկորտը, թե Նիկոլը կանգնի, ասի չէ, տենց չէր, սենց էր։ Հարցրեք այդ վիժվածքին։ Հանվում են գնան Եվրոպա, այն Խզմալյանով, բանով, Սերգեյ Դանելյանով, Եվրոպա, գնայք Լենինգրադ, Սանկտ Պետերբուրգ, Եվրոպայա, համ քարտեզով աշխարհագրական ուրեն, համ էլ լրիվ, մի անգամից դվա վատնոմա, համ Դանիայա, համ կոպետ Դանյանա, համ բաննա, Վենեցիան։ Այն վաղտ Պետրոսը գնաց է տեսել սիրահարվել էր, ասել էր, մի հատ մեր մոտ սարքիկ նույնը, նույն ճարտարապետներին բերել էր, ասել էր, քսերոքսը ստեղ հավաքեք։ Եվրոպա էր ձեզ էլի, գնայք։ Անասուններ, այ հիմա համեմատեք, ինչից ենք հրաժարվել, ինչ կարող ենք ունենանք։ Ու հիմա ես հեսա կոմենտարյաներում կդնեմ այդ բրիֆինգի այդ մասը, 5 րոպեանոց, Լավրովի, լիովին լսեք, ես բաներ կա կտրտել եմ, որ երկար չլինի, լսեք, այստեղ սուտ ոչ մի բան չկա, ռուսը միշտ թափանցիկ է եղել, կոպիտ, բայց թափանցիկ, իսկ Եվրոպան ստել է, այսենց, կուտատվել, քաղցր խոսած է, ոնց որ հիմա Ուկրաինայի հետ եղավ, տեսեք, մուղամով, սաղ յան են տալիս։